Փառք Աստծուն։ Հրաշալի է Աստծո տան մեջ լինել, ամեն, որտեղ Աստծո տան մեջ ապրում Աստված։ Հրաշալի է լինել Աստծո ներկայության մեջ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, որ այստեղ եք, եւ դա պատահական չի, Տերն է ձեզ ընտրել։ Ամեն մեկից Տերը ընտրեց մեզ։ Եվ խոսքն ասում է դուք ինձ չընտրեցիք, ես ձեզ ընտրեցի եւ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք եւ պտուղը մնա։ Գիտեք, Աստված մեզ ընտրել է, որպեսզի ես եւ դու իր փառքի համար պտուղ բերենք։ Աստված մեզ ընտրել է եւ հանել է մեզ խավարից, մաքրել է իր սուրբ արյունով, մաքրել է եւ ձյունից էլ ճերմակ արել։ Սրբությունը իր տվել է մեզ։ Գիտեք, Աստված շատ սուրբ է։ Մենք սուրբ չէինք, մենք Աստծո փառքից հեռացել էինք։ Եվ մենք ոչ մի բան չէինք կարող անել, որպեսզի այդ սրբությունը վերականգնվեր մեր կյանքի մեջ։ Մենք չէինք կարող անել։ Նա Հիսուսն արեց։ Գալով իր արյունը թափելով էս մեղավոր աշխարհի մեջ, մեղավոր մարդկանց համար։ Որպեսզի նրան հավատալով մենք ունենանք սրբություն։ Գիտեք, ուզում եմ, որպեսզի քո ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, արյան միջոցով սրբությունը ինչքան սուրբ է սարքում մեզ։ Տիրոջ արյան միջոցով սրբվել, դա նշանակում է կատարյալ սուրբ լինել։ Երբ որ մենք ասում ենք նրա արյունը մեզ մաքրեց, նրա արյունը մեզ լվացավ, նրա արյունը մաքրեց մեզանից ամեն մի մեղք, դա նշանակում է մեզ կատարյալ արեց։ Գիտեք, Աստված ամեն բան ստեղծել էր կատարյալ ու մարդը կատարելությունից հեռացավ, բայց արյան միջոցով այդ կատարելությունը, սրբության կատարելությունը եկավ իր կյանքի վրա։ Ես չեմ ասում մենք գառանք միանգամից կատարյալ, բայց ասում եմ կատարյալ մաքրվեցի, որովհետև ես ունեմ հին էություն ու հին բնույթ, որի հարցերը պետք է այս երկրի վրա ես լուծեմ։ Որովհետև մենք գնում ենք սրբությունից սրբություն, որովհետև ես գնում եմ Տիրոջը նմանվելու ճանապարհի մեջ։ Ինչքան ես Աստծուն ճանաչում եմ եւ ինչքան ես հետևում եմ Աստծուն, այնքան իմ կյանքը փոխվում է, ինչքան մտերմանում եմ Տիրոջ հետ, այնքան իմ կյանքը փոխվում է ու ես նմանվում եմ նրան։ Դա նշանակում է այդ process-ն այս երկրի վրա իմ կյանքում կատարվում է, իմ բնավորության process-ը, որ պիտի փոխվի ու փոխվում է։ Բնավորության, նմանության եւ այլն, բայց ես ուզում եմ ասել, որ նրա արյունը կատարելապես մեզ սուրբ անում, կատարելապես մեզ մաքրում է, կատարյալ Աստծո խոսքը ասում է ձյունից էլ ճերմակ։ Նրա սրբությունը եկավ իմ ու քո վրա, նրա սրբությունը, պատկերացնում եք նրա սրբությունը, իսկ նա սուրբ է ու կատարյալ սուրբ է։ Նրա մեջ մի կետ ու բիծ անգամ չկա, խավարի շուք անգամ չկա։ Նա մաքրեց ինձ իր արյունով եւ իր սրբությունը տվեց մեզ։ Ամեն, մաքրեց ամեն մեկից։ Իսկ մենք այդ ամենը ընդունում ենք ինչպես։ Հավատքի միջոցով, հավատալով նրան ընդունում ենք։ Տալիս ենք մեզանից այն, ինչ որ մեզ համար վատ էր, տվեցինք Հիսուսին։ Նա տարավ խաչի վրա։ Այն ինչ որ մեզ հեռացնում էր Աստծուց, մենք տվեցինք խաչին, Հիսուսը տարավ խաչի վրա։ Եվ մենք ընդունեցինք այն ինչ որ երկնքից եկավ մեզ համար։ Ամեն։ Եվ փառք Աստծո, մենք պետք է հասկանանք, որ մենք լույս ենք դառել։ Մենք այլևս խավար չենք եւ խավարինը չենք, մենք լույս ենք եւ լույսի որդիներ ենք։ Եվ դրա համար ինչպես Աստծո խոսքը մեզ հորդորում, ասում է, լույսի որդիների պես գնացեք այս աշխարհում, ինչպես լույսի որդիներ։ Լույսի որդիների պես ապրեք այս աշխարհում, ինչպես լույսի որդիներին արժան ապրելու, եւ մենք հավատացած ենք, որ նա է լույսը, եւ մենք լուսավորվեցինք, եւ նա մեզ լույս արեց, եւ մենք պետք է ապրենք լույսի որդու պես։ Ապրենք լույսի որդիների նման, ինչպես արժան է ապրել լույսի որդիներին։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ մենք լույս ենք։ Գիտակցենք, որ այդ լույսի որդիները լույսի պես համաձայն ապրելակերպ պետք է ունենան։ Եվ երբեք ու երբեք խոսքը մեզ ասում է Մատթեոսի ավետարան 5-րդ գլխի մեջ ասում է լույսը չեն վառում եւ դնում գրվանի տակ։ Ընդհակառակը ճրակը երբ որ վառվում է, դրվում է բարձր տեղ, որ ամենին լուսավորվի։ Կարաս իմ հետ ասես, ասա ամենին։ Ուրեմն ես եւ դու լույս ենք։ Հիսուս ինձ ու քեզ ասես դուք եք այս երկրի աղը եւ լույսը պետք է ոչ թե թաքնվի, այլ պետք է հայտնվի։ Լույսը պետք է բարձր տեղ դրվի, որ ամենին լուսավորի։ Դա նշանակում է դու լույս լինելով երբեք չթաքնվես, չծածկվես, չծածկես այն լույսը, որ այսօր իմ ու քո մեջ կա, որի անունն է Հիսուս։ Չծածկես։ Ընդհակառակը, ավելի ու ավելի պետք է դու բարձունքում դնես, որպեսզի ամենի ավելի շատ կարողանա այդ լույսը իր
հա, հասանելիությունը մեծացնի մարդկանց վրա։ Որպեսզի մարդիկ տեսնելով այդ լույսը դառնան դեպի այդ լույսը։ Մարդիկ տեսնելով են լույսը, որ ծագել է մեզ վրա, դառնան դեպի այդ լույսը, որովհետև խավարի նստած ժողովուրդը լույս տեսավ։ Խավարում նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Եվ այդ խավարի նստած ժողովուրդը լույսի կարիք ունի։ Մարդիկ ովքեր Աստծուն չեն ճանաչում, Աստծո կարիքն ունեն։ Մարդիկ ովքեր Տիրոջ հետ չեն, Տիրոջ կարիքն ունեն։ Որովհետև մարդկությունը նստած է մահվան մեջ, իսկ մահվան մեջ նստողները կյանքի կարիք ունեն։ Մեղքի մեջ նստողները մեղքից ազատվելու կարիք ունեն։ Հիվանդները բժշկության կարիք ունեն։ Աղքատները թե հոգևոր, թե ֆիզիկական կարիք ունեն դուրս գալու այդ վիճակից։ Եվ այդ ամենը միայն ու միայն կատարվում է գալով դեպի լույսը, գալով դեպի Աստծուն։ Մարդիկ կարիք ունեն եւ նրանք նստած ու սպասում են, արդյոք լույսը կվառի մեկը։ Նստած են ու սպասում են, տենաս մի օր իմ կյանքի մեջ այդ լույսը երբ կվառվի։ Որովհետև բոլորն են իրանց մեջ այդ միտքը զարգացնում ու ասում են ինչքան, մինչև երբ, ով ուշադրություն դարձրել, որ նման երևույթ կա, որ մարդիկ ասում են լավ ել ինչքան, մինչև երբ, բայց հայտնություն չունեն երբը Քրիստոսով է լինելու, որ իրանք պետքա դառնան դեպի այդ լույսը ու դա կկատարվի։ Մինչև երբ որ լույսին գան այդ ժամանակ, երբ կփոխվի մարդկանց կյանքը, երբ կգա դեպի օրհնություն անեծքից մարդկանց կյանքը, երբ որ վառվի լույսը իրանց կյանքում, երբ որ նրանք դառնան դեպի այդ լույսը, ու ասեմ այդ լույսը պետքա լինի հասանելի ամեն մեկին։ Ում հայտնվեց այդ լույսը այստեղ։ Կա մարդ, որ լույսը հայտնվել է իր կյանքում։ Այո, մեզ հայտնվեց։ Հիսուսն է այդ լույսը։ Ու մեզ հայտնվեց։ Ու ես ասեմ, որ մարդիկ այդ լույսի կարիքն ունեն, որ այդ լույսը հայտնվի մարդկանց։ Իսկ այդ լույսը ով ունի, ով պիտի հայտնի։ Դրա համար նստած սպասում են մեզ, թե երբ մենք ենք վեր կենալու ու հայտնելու իրանց այդ լույսի մասին։ Գիտեք Մարկոսի ավետարան վերջի գլխում, լավ, մինչև այդ տեղը կարդալ եմ Մարկոսի, Մատթեոսի 5-րդ գլուխ ասացի, լեռան քարոզ։ 13-րդ խոսքից կարդանք։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 13-ից 16-ը։ Դուք երկրի աղն եք։ Եթե աղը անհամանա ինչով կաղանվի, այլևս ոչինչ պետք չի, միայն թե դուրս կգցվի եւ մարդկանցից ոտնակող լինի։ Դուք աշխարհի լույսն եք։ Աշխարհի ինչն ենք։ Եվ հետո օրինակ է բերում մի քաղաք, որ կենում է սարի վրա, ով գիտի նման քաղաք, որ սարի վրա է, կամ գյուղ, կամ ինչ որ բնակավայր, որ սարի վրա է։ Սարի վրա բնակավայրերը կարաք թաքցնեք։ Մենակ մառախուղը կարա փակի։ Բայց երբ որ օրը պարզ է, դու իրան չես կարա թաքցնես։ Նամանավանդ գիշերը, երբ որ լույսերը վառվում է, ամեն տեղից երևում է։ Մենք պետք է գիտակցենք, որ այս աշխարհը խավարի մեջ է։ Եվ ասում եմ, մենք ենք այս երկրի լույսը եւ մի քաղաք, որ սարի վրա է, չի կարա թաքնվի։ Պատկերացրեք գիշերը լույսը վառված սարի վրայի։ Ինչպես կարաս թաքցնես, որ այդ լույսը չերևա։ Ու դա համեմատվում է իմ ու քո հետ։ Որ մենք երբեք ու երբեք պետք չի, որ մենք թաքցնենք այն լույսը, որտեղ չենք էլ կարա թաքցնենք, եթե դու լույս ես, լույս ես։ Եթե դու լույս ես, ինչպես կարող ես թաքցնել այդ լույսը։ Կամ էլ լույս չենք։ Կամ լույս ենք, կամ չենք։ Եվ ասում եմ մի քաղաք, որ սարի վրա է, չի կարող թաքնվել։ Ճրագը չեն վառի եւ դնել գրվանի տակ, այլ ճրագակալի վրա։ Եվ նա լույս կտա ամենին, որ տան մեջ են։ Այնպես, նայեք, այն հենց այսպես։ Լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն եւ փառավորեն մեր հորը, որ երկնքում է։ Հենց այսպես խոսքն ասում է։ Լուսավորեք ձեր լույսը, որ տարածվի տեսնելով, մարդիկ պիտի տեսնեն քո ապրելակերպը, քո գործերը, որը որ բխում է լույսից։ Որովհետև ամեն լույս ինքը ունի ընդարձակման, չէ՞, սենց այս լույսը հիմա լույսեր կան այստեղ վառված։ Եվ այս լույսը ինքը գիտեք էլեկտրական էներգիան է,
որ վառվում է լամպի մեջ եւ ցրվում է։ Լույս ինքը ցրվում է։ Եթե լույսը չցրվի, չի կարող լուսավորի։ Այդ լույսը ցրվում է այդ տարածքի մեջ։ Նրա ազդեցությունը ինչքան ինքը բարձր է, ինչքան ուժեղ է այդ էներգիան վառվում, այնքան ավելի շատ է ցրվում ու ավելի հեռու է ցրվում։ Դրա համար այնքան կարևոր է, որ ես եւ դու տարածենք մեր ազդեցությունը, լույսի ազդեցությունը, որովհետեւ մարդիկ լույսի կարիքն ունեն։ Մարդիկ այդ լույսի կարիքն ունեն, որովհետեւ լույսը խավարում է, որ լուսավորում է։ Իսկ այս աշխարհը խավարի մեջ է։ Մարդիկ դա նշանակում է, որ կարիք ունեն, որպեսի լուսավորվեն։ Տիրոջ կարիքն ունեն։ Նոր Մարկոսի ավետարան վերջի գլուխը բացենք։ Եվ Հիսուս այստեղ մեզ բոլորիս ասում է հետևյալ խոսքերը։ Գիտեք ինչ։ Ես ուզում եմ մի կարևոր բանի վրա քո ուշադրությունը հրավիրել։ Ինչքան կարևոր էր այս հարցը, որ Հիսուսը համբարձվելուց առաջ նորից ու նորից աշակերտներին վերջի խոսքերը սա է ասում։ Ինչ եք մտածում, 3 տարի Հիսուսը իր աշակերտների հետ քայլեց, սովորեցրեց, մարդկանց կյանքերը հրաշքներով չէ, շատ հրաշքներ արեց մարդկանց կյանքում։ Գործեց, ավետարան քարոզեց եւ իր աշակերտներին պատրաստեց մի կարևոր գործի համար։ Որ իր գնալուց հետո իր աշակերտները պետք է այդ գործը վերցնեին եւ պատասխանատու կերպով անեին։ Ինչքան կարևոր էր այդ, որ Հիսուսը պատրաստելու աշխատանքից հետո, աշակերտներին պատրաստելուց հետո, նորից ու նորից գնալուց, համբարձվելուց առաջ այս խոսքերն է հիշեցնում։ Ինչքան կարևոր է, այդպես է, չէ, երբ որ մարդ ինչ-որ միտեղ գնում է, երկար ժամանակով օրինակի համար։ Եկեք ամեն մեկս մեր կյանքի հետ օրինակ վերցնենք։ Երբ որ մարդ ինչ-որ մի երկար տեղ ժամանակով գնում է, վերջը դուրս գալուց առաջ, որ ինչ է ասում։ Այս բաները չմոռանաք։ Հիշում եք Եռանկյունի հայկական ֆիլմը։ Ո՞վ է հիշում։ Եռանկյունին։ Ֆրունզիկը որ բացում է ինքնաթիռի սանուտ ասում է. «Ուստա համոն փողը չի տվել»։ Վերջում հիշացնում է համոն փողը չի տվել։ Կարևորեց, դա նորից հիշացրեց գնալուց առաջ, նա գնում էր էլ չէր գալու, երկար ժամանակով եւ վերջում նա հիշացրեց այն կարևորը, որ հանկարծ չմոռանան։ Եվ Հիսուսը, ինչ եմ ես ասում, այս վերջի խոսքերում ասում է. «Եվ նրանց ասեց. գնացեք բոլոր աշխարհ, ավետարանը քարոզեք ամեն արարածի»։ Այս խոսքերը միայն չէր վերաբերվում 12 աշակերտներին։ Այս խոսքերը վերաբերվում ամեն հավատացողին։ Որովհետև համբարձվելուց առաջ մոտ 120 հոգի մարդ էր հավաքված։ Ոչ միայն 12 առաքյալները։ Նա խոսում էր հենց 120-ին այդտեղ հավաքված, մոտավորապես, եւ նա ասում էր գնացեք, այս լուրը փոխանցեք։ Այս գործը, այն ինչ որ ես արեցի, սկսեցի, այս գործը դուք էլ սովորեցրեք մարդկանց ինչպես քարոզեն։ Որ ամեն մեկը լույս լինի, գնացեք ամբողջ աշխարհով մեկ ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Եվ ինչ եք կարծում, պատահական է, որ դու այս դարում 21-ն ենք, չէ՞։ 21-րդ դարի մեջ Վանաձորում, այսինչ ընտանիքում դու ծնվեցիր։ Պատահական չի, Տերն է քեզ կանչել այս ժամանակների մեջ, որ դու այս ժամանակների մեջ լույս լինես։ Նա չի սխալվել, որ դու հենց այդ ընտանիքի մեջ լույս լինես։ Նա չի սխալվել, որ դու հենց այս միջավայրի մեջ լույս լինես։ Նա չի ձախողվել ու չի սխալվել։ Նա գիտի, նա ճանաչում է, նա չի սխալվել։ Մենք պետքա քայլենք այն կոչման համաձայն, ինչի մեջ որ մեզ Տերն է կանչել։ Լույս լինենք եւ այդ լույսը երբեք ու երբեք չպահենք ու չծածկենք։ Որովհետև լույսը չի կարա լուսավորի, եթե ուզում ես կողքը լուսավորված լինի, ով է ուզում իր կողքը խավարից լուսավորություն գա։ Ուզում ես նորմալ ցանկությունը, ու ճիշտ ցանկություն, լավ ցանկություն, որտեղ ոչ ոք չի ուզում իր կողքը նստի ու իր կողքը խավար լինի։ Դա նշանակում է, եթե ուզում ես քո կողքը լուսավորված լինի, հեռու ման մի արի։ Լույսը քո մեջ է, մի ծածկի լույսը։ Թույլ տուր այդ լույսը տարածվի, թույլ տուր այդ լույսը քո կողքն է նախ եւ առաջ լուսավորվում։ Նախ եւ առաջ դու ես լուսավորվում եւ քեզանից էլ քո շուրջն է լուսավորվում։ Ամեն։ Գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Ամեն արարածի։ Որտեղ որ Տերը քեզ ա դրել, ընդ հովիվ մհերին չի դրել։ Ընդ ավակին չի դրել։
Այնտեղ ինչ որ ծառայողի չի դրել, այնտեղ քեզ է դրել Աստված։ Եվ այդտեղ քեզ է տրված իշխանությունը, լույս լինելու եւ բերելու փոփոխություն, խավարից մարդկանց դարձնելու դեպի լույսը։ Աստված չի շփոթվել, Տերը քեզ օծել է, Տերը քեզ զորացրել է ու բարձրացրել է, որ դու ազդես, որովհետեւ նա է մեծ Աստված ապրում է քո մեջ։ Մեծ Աստված երբեք ու երբեք մի նայի փոքր։ Աստված մեծ է, որ ապրում է այո փոքր մարմնի մեջ մեր։ Աստված, բայց մեծ Աստված է։ Դրա համար ոչ թե մենք մեր զորությամբ ենք լուսավորում, նա է լույսը, որ այսօր մեր մեջ է։ Եվ նրա զորությունն է, որ մեզանով տարածվում է։ Մենք մեր ուժով ու մեր կարողությամբ չենք գործում։ Նրա օծությունն ու նրա զորությունն է շարժվում մեզանով։ Դրա համար ես եւ դու պետքա վեր կենանք եւ լուսավորենք, ինչպես Եսային ամարգարյանում։ Վեր կաց եւ ինչ եղի, լուսավորի, վեր կաց եւ լուսավորի։ Դու պետքա վեր կենաս։ Քանի դեռ դու վեր չես կացել, չես լուսավորելու։ Դու պետքա վեր կենաս, դու պետքա որոշում կայացնես, վառես լույսերը։ Ես միշտ օրինակ եմ բերում։ Ով է մութ նկուղ մտել, մեր բառերով ասած պատվալ։ Որ ընդհանրապես լույսի կտոր չկա։ Եղել է որ մտել ես։ Ով է մտնելուց ոտը մի տեղ տվե, գլուխը մի տեղ տվե։ Պատճառը ո՞րն է եղել։ Ու դու առաջին ինչ ես մանեք է։ Են սերից սենց ման պատի վրա դու քթել ես, չէ՞։ Դու մոտավորապես գիտես այդ լույսի վառելու տեղը որտեղ է, ու դու շոշափելով այդ քո հիշողության մեջ այդ պատկերը տես ձևավորվում է ու դու մոտավորապես գիտես որտեղ է լույսը եւ շոշափելով ուզում ես գտնես միացման տեղը։ Ու հենց միացվում է ամեն ինչ էլ գլուխը չես խփի որտեղ լուսավորվեց։ Բայց երկրորդ բանն է սկսվում այդտեղ։ Հենց լույսը վառվում է, ինչ է սկսվում, այս ինչքան գործ կա անելու։ Որովհետև լույսը բերում է ի հայտ աշխատանքը։ Գիտես մարդկանց կյանքերում երբեք դու չես տեսնի ինչ կա անելու, մինչև լույսը չվառվի։ Դու երբեք ու երբեք մի ժամանակ գիտես մենք մեր աչքին ինչ լավն էինք։ Քանի դեռ լույսը մեր մեջ չվառեց Տերը։ Հենց լույսը վառվեց, ասենք այս ինչքան գործ կա մեր մեջ։ Իսկ մինչև այդ մեր պես տղա կար։ Մեզանից են կողմ, մեզանից մանած, քիթներս բարձր, ես չգիտեմ եւ այլն։ Դրա համար մարդիկ այսօր, մարդիկ գիտեն իրանց չկա քեզ նման, դու ես աննման վիճակն է։ Դրա համար պետք է լույսը վառվի։ Մենք չենք, որ մարդկանց ուղղելու ենք։ Գիտես այդ արկիրի որն է։ Մենք շատ անգամ առանց լույսը վառելու, մենք մարդկանց սկսում ենք խոսել։ Այ քո կյանքում էս կա, մեղքերի շարաններ իրանց ասում են, քեն լցնա իը։ Հետո ասես, բալը քեզ նայի։ Ինքն էլ քո մեղքերի շարանն ասում, բադու։ Մենք առանց լույսը վառելու մեղքերի շարանները ասում ենք, մենք տենում ենք այդ սխալ վիճակները ու ասում ենք, քո մոտ էս կա։ Լսեք ինքը մթության մեջ նստած, խավարում նստած չի էլ տենում ինչ կա։ Ու մոտ է եղել հեչ որ ամուսիններ են, որ մեկը մեկին ասում է, մեկը մեկին ասում։ Բա քեզ նայի, բա դու քեզ նայի։ Բա դու սենց, ասում է թելե ես տենց։ Բա դու էլ որ եկեղեցի ես գնում, բա դու։ Չէ, ամուսինները այդ կոզերը կա, չէ։ Դու էլ որ եկեղեցի ես գնում, բա դու։ Ու սկսում են կռիվ տալ իրար հետ։ Կռիվ տալ ինչի նկատմամբ։ Սխալների։ Ընդամենը պետք է լույսը վառել։ Լույսը Քրիստոսն է։ Ու երբ որ լույսը վառվի, բոլոր իրանց համեմատելու են ոչ թե մեկը մյուսի հետ, այլ լույսի հետ։ Ու հասկանալու են իրանք, գիտեք մարգարեն որ մարգարեր, որ կոչվում Աստծո բերան։ Աստծո բերան։ Երբ որ Աստված դիպավ, Աստված աչքերը բացեց, ասեց ինչ պիղծ շուրթերով մեկնեմ ես։ Պատկերացնում եք, մարգարեն ինքը ասեց ինչ պիղծ շուրթերով, բայց իր շուրթերը կանչված էր ու խոսում էր Աստծո խոսքը։ Մինչև Աստված դիպավ շրթունքներին ու ասեց այն ինչ որ սրբեցի սրբվեց։ Հիմա քո շուրթերի վրա զորություն եմ դնում։ Այնքան կարևոր է որ մենք գիտակցենք մեր գործը լույսը վառելն է։ Իսկ ինչն է լույսը։ Քրիստոսն է լույսը։ Ինչ անեմ ես, որ մարդկանց կյանքում լույսը վառեմ, խոսա Քրիստոսի կատարած գործի մասին։ Խոսա թե խաչի վրա ինչ է կատարվել։
Այն հենց խոսած խաչի վրա ի՞նչ է կատարվել։ Ոչ ոք ուրիշին չի տեսնի, ամեն մարդ իրան կտեսնի։ Որտեվ խաչի վրա իմ համար նա խաչվեց։ Ես խաչի վրա չեմ նայում հորոխբորս տղուն։ Չնայած նրա համար է խաչվեց, բայց ես նայում եմ, որ իմ համար խաչվեց։ Խաչի վրա ես ինձ եմ տեսնում ու ես տեսնում եմ ինչքան գործ կա իմ մեջ անելու։ Ու դրա համար ինչ անեն, որ մարդիկ փոխվեն։ Վառի լույսը։ Լույսը Քրիստոսն է։ Խոսա Քրիստոսի կատարած գործի մասին։ Եթե ուզում ես շուրջդ փոխվի, վառի լույսը։ Խոսա Քրիստոսի ավետարանի մասին։ Մարդիկ դրա կարիքն ունեն։ Մարդիկ կարիք չունեն ասելու ինչքան սխալ են իրանք։ Այնքան ասող կա իրանց տնից սկսած։ Այ դուք ես։ Մի քննադատեք մարդկանց, սկսեք մարդկանց ուրիշ կերպ նայել։ Եթե մենք մտածում ենք, որ մենք կանչված ենք ուրիշներին իրանց սխալ, իրանց երեսին խփելու համար, մենք սխալվել ենք, դա ավետարանը չի։ Ես չեմ ասում սխալ ասելը վատ բան է, բայց ես ասում եմ այդտեղից մի սկսի։ Ես ասում եմ վառի լույսը, ամեն մարդ ինքը կտեսնի իր սխալը Քրիստոսի մեջ, որ խաչի վրա իր սխալները խաչվեց, Հիսուսը վերցրեց։ Եթե մեկը տեսնում է իր եղբոր աշկի փուշը, ասում է նախ եւ առաջ թող հանի իր աշկի, եկեք մենք ամեն մեկս մեր գերանի վրա կենտրոնանանք։ Մեր աշկի փուշը չի մերը գերանն է։ Եկեք ամեն մեկս մեր գերանների հարցը լուծենք։ Փշերը մարդիկ կհանեն, երբ որ վառվի լույսերը։ Հասկանում եք ինչի նկատի ունեմ։ Երբեք ու երբեք չծածկվես, երբեք ու երբեք լույսդ չծածկես, ընդհակառակը վառի։ Ինչպես վառես։ Ավետարանը խոսիր։ Իսկ ինչ ավետարանը, դա բարի լուրն է մարդկանց համար։ Բարի ավետարանը բոլորի համար։ Գիտեք, որ ավետարանը բարի լուրն է։ Ով գիտի, որ բարի լուր նշանակում է բարի լուր, հենց ուղիղ, բարի լուր։ Գիտեք, որ բարին բոլորի համար բարի է։ Ու այդ բարին զորություն ունի։ Ավետարանը, որ ունի զորություն։ Ով է ուզում իրականում շատ հրաշքներ լինեն։ Ուզում եք շատ հրաշքներ։ Իրականում ով է սատան շատ ուզում է, փափագում, որ այդ հրաշքները շատ լինեն։ Փառք Աստծո, 80%-ը։ Լավ, մի ուրիշ հարց։ Ով է ուզում իր միջոցով 80%-ից առավ 70։ Լսեք, մինչև չքարոզես ավետարան, հրաշքները չի լինելու։ Մինչև դու լույսը չվառես, լույսի զորությունը չի կպնելու մարդկանց։ Ես մի վկայություն ասեմ, միգուցե էլի կարող է ասած լինեմ, բայց ես նոր ապաշխարել եմ, իմ կյանքը նվիրել եմ Տիրոջը, եւ իմ մոտ շատ ուժեղ փափակ կար, շատ ուժեղ ծարավ կար, որ Աստված ինձ գործացի։ Ու ես ամեն օր մոտ 1 ամիս ամեն օր աղոթում էի. Տեր Աստված, խնդրում եմ քեզ իմ Աստված, ինձ օգտագործի, որ իմ միջոցով էլ հրաշքներ լինի։ Ես ուզում եմ, որ իմ միջոցով էլ մարդիկ փրկվեն, ես ուզում եմ, որ իմ միջոցով էլ լինի։ Իրականում ես շատ եմ ուզում եւ մի ամիս ամեն օր աղոթում էի։ Ու մի անգամ Կիրակնորիա ծառայությանը, ոնց որ այսօր, քարոզիչը քարոզում էր մեր սիրելի Բագրատ Բեկչյանը։ Քարոզում էր ու ասեց հետեւյալ խոսքերը։ Գիտեք, չէ՞ Սուրբ Հոգին գիտի, ամեն ինչ գիտի։ Ու ասեց հետեւյալ խոսքերը, ասում եմ, դու որ աղոթում ես, Աստված, ինձ էլ գործացի, ինձ էլ օգտագործի, ես էլ եմ ուզում իմ միջոցով շատ հրաշքներ լինի, որ մարդիկ ապաշխարեն, փրկվեն, հրաշքներ լինի։ Օսի դա իմ ժամն եկավ։ Կա չէ, ժամն եկավ։ Հեսա կասի արի առաջ, մի հատ սենց յուրահատուկ, մի հատ հետաքրքիր սես բան, վсё, էս իմ օրն է, էս էներ, որ ես ասում եի։ Ու գիտեք հետաքրքիր որն է, այդպես բան չեղավ, առաջ չկանչեց, բայց փոխվեց իրավիճակը։ Ինչի, ասեց, դու երբ գնացիր ավետարան քարոզելու, ու այդ բաները չեղավ։ Դու երբ արեցիր, ու այդ դրանք չեղավ։ Գիտեք, մենք շատ անգամ ուզում ենք, շատ անգամ փափագում ենք, ով գիտի հիվանդանոցի տեղը Վանաձորի։ Ով գիտի։ Որ փողոցի վրա էր, բանակ, չէ՞ ոնց որ ցենց։
Ես գիտեի, ով չգիտեր, որ բանակի փողոցի վրա է։ Իմացեք, բանակի փողոցի վրա է։ Հիմա աղոթում եք հիվանդները բժշկվեն, որտեղ են այդ հիվանդները։ Բանակի փողոցի վերջում։ Ստեղից վերջում, ընդեղից սկզբում։ Գնացել եք հիվանդանոց։ Բա ով պիտի այդ հրաշքներն անի։ Հիսուսն ասեց. Բանտում էի այցելեցիք, հիվանդ էի, ինձ մոտ եկաք։ Փոքրերից մեկին արիք ու մարիք։ Մենք ուզում ենք լինի, բայց ինչքանով ենք մենք անում։ Չէ՞ որ ասում այդ ամենը կտեսնեն ձեր բարի գործերը, լույսը ինչպես է վառվում։ Գնալով։ Պատկերացրու այսօր ինչքան այստեղ շատ լույս կա, լույսը հավաքվել է միտեղ։ Հավաքվել է, որ ավելի զորանա։ Լցվի, որպես իստեղից հետո դուք պատկերացնում եք այդ լույսերը, որ սկսում են գնալ ու այս քաղաքով մեկ ծրվել։ Ինչ է կատարվում։ Լույսերը հավաքվում են այստեղ ճրակակալները։ Լցվում են զորությամբ ու հետո այստեղից պետք է դուրս գան եւ իրանց կյանքում ինչ լինի։ Լուսավորեն։ Լույսի գործն է լուսավորելը։ Լույսի գործն է, որ խավարում բերի փոփոխություն։ Եկեղեցու գործն է, որ այս աշխարհը դառնա դեպի իր ստեղծող Աստված։ Ես եւ դու գործ ունենք անելու։ Եթե դու մտածում ես, որն է իմ ու քո ծառայությունը, մեր ծառայությունը այս խավարը փոխելն է։ Մեր ծառայությունը այս խավարի մեջ ազդեցություն բերելն է։ Մեր ծառայությունն է, ամեն մեկի ծառայությունն է, որպեսզի խավարում նստած ժողովուրդը փոխվի ու դառնա դեպի լույսը։ Դա ամեն մեկիս գործն ու անելիքն է։ Դրա համար սիրելի եկեղեցի, ինչ պիտի անենք մենք։ Տեղից հետ վեր կաց։ Հիմա չեմ ասում, հիմա նստի։ Այն վիճակը, որը քեզ որ կանգնացրել է, այդ վիճակից դու պետք է դուրս գաս։ Ու ասես ես վեր եմ կենում ու որոշում եմ լույսը վառեմ։ Որոշում եմ լույսը վառեմ։ Որոշում եմ ավետարան քարոզեմ, որոշում եմ պատմեմ մարդկանց Քրիստոսի սիրո մասին։ Գիտեք, Պողոս առաքյալը, լավ, այս մինչև այդ տեղը կարդալը շարունակեմ, Հիսուսն ասեց գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք։ Ով հավատաց եւ մկրտվեց կփրկվի, ով էլ չէ կդատապարտվի։ Նենց չի որ բոլորը կհավատան։ Բայց նենց չի որ բոլորը չեն հավատա։ Ոմանք կհավատան, ոմանք չեն հավատա։ Փառք Աստծուն, փրկողն ինքն է, փրկիչն ինքն է։ Մարդիկ են ընտրելու, որոշելու դառնան իրանց վիճակից դեպի լույսը, թե չէ։ Եվ ասում է, նրանք էլ որ հավատացին, այս խոսքում է վերաբերվում, մենք հավատացինք, ուրեմն այս նշանները կհետևի։ Իմ անունով դևեր կհանեն, ուրեմն դու ում անունով կարաս, Հիսուսի անունով կարաս մարդկանց ազատես դևերից, եթե դևերով լցված են։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, այո, երբ որ մարդիկ ապաշխարում են, դու կարաս աղոթես, որ մարդիկ լցվեն Սուրբ Հոգով։ Այդ հատուկ հովիվների համար չի, որ մենակ հովիվները պիտի աղոթեն, որ մարդիկ այտենց ով հավատաց այս նշանները կհետևի։ Ամեն հավատացողի այս իշխանությունը տրված է, որպեսզի նրանք գործեն։ Գործեն եւ անեն այն բաները, ինչ որ գրված է այս խոսքի մեջ։ Սա անձամբ Հիսուսն ասեց ամեն հավատացողների համար։ Նա չասեց միայն առաքյալները կանեն, նա չասեց միայն հովիվները կանեն, նա չասեց միայն սարկավակներ կամ եպիսկոպոսներ կանեն, նա ասեց ով հավատաց, ամեն հավատացող այս նշանը կհետևի։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռ կդնեն եւ նրանք կառողջանան։ Այո, դու կարող ես գնալու հիվանդների համար աղոթել, որտեվ անձամբ Հիսուսը քեզ այդ իշխանությունը տվեց։ Ամեն հավատացողի տվեց։ Ուղիղ Աստծուց ունես դու այդ խոսքը։ Ուղիղ Աստծուց, Հիսուսից ունես այդ կոչը քո սրտի մեջ։ Վեր կենալու ավետարան քարոզելու մեկ եւ ով որ սկսում է քարոզել, այս նշանները կհետևի։ Ամեն։ Դու իշխանություն ունես, այո, խավարի զորության վրա, Հիսուսի մեջ է մեր իշխանությունը։ Հիսուսը ինձ ու քեզ տվեց իշխանություն խավարի զորության վրա։ Ամեն։ Ուրեմն եկեք գործենք, որպես եկեղեցին ենք Քրիստոսի մարմինն ենք։ Իսկ Քրիստոսի մարմինը հաղթել է խավարին։
Հաղթել է սատանային։ Մարմնի լինի կին, լինի տղամարդ, կապ չունի ինձ սերի է պատկանում Քրիստոսի մարմնի մարդիկ։ Սատանայի իշխանության վրա են։ Այնպես չի, որ կանայք իշխանություն չունեն աղոթելու, ամեն հավատացող իշխանություն ունի աղոթելու։ Այնպես չի, որ կանայք իշխանություն չունեն քարոզելու, ամեն հավատացյալ իշխանություն ունի ավետարանը քարոզելու։ Ամեն մեկն է, որ կանչված է իրականում լույս լինելու։ Ամեն մեկը կանչված է հիվանդի վրա ձեռք դնելու, ամեն հավատացյալը կանչված է այդ իշխանությունը տրված է նրան։ Ամեն։ Եվ ով չի ուզում մեկը, որի անունն է սատանա, որ մարդկանց կյանքերը փոխվի։ Ձեզ մի գաղտնիք ասեմ։ Գիտեք, ավետարանը քարոզելը բառերի միջոցով է լինում, գիտեք, չէ՞, բառեր խոսելու միջոցով։ Խոսք, որը որ ավետարանն Աստծո խոսքն է։ Աստծո խոսքերը խոսելն է։ Այն ինչ որ Հիսուսն անել է խաչի վրա։ Ով գիտի խոսելուց ովքեր են առաջ ընկնում։ Ովքեր են ուժեղ խոսալուց։ Տղամարդիկ թե կանայք։ Բայց ով չի ուզում, եթե ուժեղ են, ով չի ուզում, որ այդ ուժը կիրառվի։ Դրա համար կասեն կանայք թող вообще այդ մասին չխոսան։ Գիտեք կանանց պաշարը բառերի օրեկան ինչքան է։ Մտածել եք այդ մասին։ Գիտական բան կա, ուսումնասիրություն կա, ինչքան։ Ճիշտ է, 50,000 բառ օրեկան։ Իսկ գիտեք տղամարդիկ ինչքան բառ ունեն։ Ուղիղ կեսը։ 25,000 բառ օրեկան։ Կրկնակի։ Գիտեք, չէ տղամարդը ավելի շատ ասում են դե դրսի է, դրսի մարդ է։ Ինչի են ասում դրսի։ Հիմնականում դուրս աշխատում է եւ այլ։ Գիտեք, որ տղամարդը դուրս աշխատելով ահագին բառեր է ծախսում։ Մարդկանց հետ շփվել է, գործի բնույթով մարդը դուսն է ու ինքը բառեր է ծախսում։ Նու տարբեր աշխատանքը, բայց մեծ մասը 24,000 քանի 100 օգտագործած, վերջի 2 բառով գալիս է տուն։ Սովածեմ ու բարի գիշեր։ Իսկինը տունը նստած։ 49,900 քանի բառերը պահած։ Դրա համար երբ որ տղամարդը գալիս է, սկսում է շատի, մեկ էլ կինը սկսում է խոսալ ու չի ավարտվում, չէ։ Ժողովուրդ, իրականում կանայք յուրահատուկ են ստեղծված, այդ առումով նույնպես։ Այդ առումով նույնպես նրանք ունեն կրկնակի զորություն խոսելու։ Եվ սատանան շատ լավ գիտի։ Շատ լավ։ Եվ դրա համար կուզենա լրացնի կանանց։ Որպեսզի կանայք չխոսեն։ Որովհետև խոսքի մեջ զորություն կա։ Ու պատկերացնում եք Աստծո խոսքը, որ խոսեն կանայք։ Դու կնոջի չես կարող լրացնես։ Անհնար է։ Ուղղակի պետք է ուղղորդես ճիշտ խոսքեր խոսելու։ Երբ որ կինը ճիշտ է խոսում, հետո բաներ է փոխվում։ Բա որ սկսի դա վատը խոսել, իմիջիալոց խոսելուց շատ, քանի որ ասում եմ խոսելուց, խոսքերը կառուցում են կամ քանդում են։ Չկա խոսքեր, որ նեյտրալ վիճակ լինի, էլի։ Նենց սերի խոսքեր չկա, կամ սևա, կամ սպիտակա։ Կամ կառուցողական է, կամ չէ։ Մենք տեսնում ենք, ինչ ասում, ասում եմ, ես ձեր շուրթերի վրա տալիս եմ դրել եմ իշխանություն քանդելու, պոկելու, հետո էլ ասում եմ տնկելու ու շինելու։ Մեր շուրթերի վրա դրված է իշխանություն, խոսքեր։ Ում կյանքում է եղել այն մարդ, ասում ասեցի եղավ։ Եղել է այդպես բան։ Եվ որ եղավ այդ պրակտիկան սկսի ճիշտ օգտագործել։ Սկսի ճիշտ բաներ ասել եւ ճիշտ բաներ խոսել։ Իսկ ինչա ճիշտ բաներ ասելն ու խոսելը։ Կա գիտեք, չէ՞, մի ճշմարտություն։ Երբ որ քո շուրթերին ես խոսքերն է, այ պիտի էս լինի։ Էս խոսքերը լինի։
քո կյանքի մեջ։ Ով գիտի որ ընդհանրապես մարդը միշտ եթե ասենք սպիտակ sense մի հատ մեծ կարակ մի հատ սպիտակ ֆոն գցեք այստեղ։ Կլինի ինչ որ բան, չէ, լավ, պատկերացրեք այս ամբողջը սպիտակ ֆոն, հա, ու մի հատ մեջտեղի կետ, մարդիկ գիտեք ինչ են տեսնելու։ Այս մեծ սպիտակը չեն տենալու։ Ասում են հենց սև կետին նայ։ Ընդհանրապես մարդիկ միշտ ավելի բացասականը տեսնող են, քան դրականը։ Այնքան քիչ մարդ կա, որ դրականի մասին կարա խոսա։ Մենք մտնում ենք դահլիճ ու սկսում ենք ինչը տեսնել։ Այստեղի լաք են։ Մենք սկսում ենք տեսնել փառաբանության մեջի կոշիկի մեկի հակած կոշիկի են որ ոտին կանգնել են այն մնացած լավ բաները չենք տեսնում։ Մենք միանգամից կենտրոնանում ենք վատի վրա։ Մեր մտածելակերպը պետք է նորոգվի։ Մենք պետք է կարողանանք տեսնել լավը։ Ես չեմ ասում վատը մի տես։ Ես ասում եմ լավը նույնպես տես։ Եթե դու կարողանում ես լավը տեսնել, ավելի շատ դու պետք է խոսես լավի մասին։ Այո, վատը կարելի է խոսել, բայց երբ որ դու լավը չես խոսում, վատն է մի խոսա։ Երբ որ լավն ես խոսում, գիտեք, այսպիսի բան կա։ Ով է լսել ես, այն որ ասում է, եղի նոր դեղի։ Եղելը որն է։ Լավ բաներ ասելը, հա։ Եղելը, հա, բա դեղելը, դեղը երբ որ դու մի անգամից արդեն խնդիր ուզում ես լուծես, դեղը լուծում է խնդիրը։ Մի հատ առանց եղելու ուզում ես դեղես, չի ընդունվում։ Չի ընդունվում։ Եթե քո նպատակն է ինչ որ բան փոխվելը, դու պետք է կարողանաս լավերը տեսնես, որ վատը կարողանաս փոխես։ Դու պետք է կարողանաս այդ լավերի մասին խոսես, որ հետո երբ որ այդ լավերը խոսում ես, ասես դե ձեռի հետ էլ ես մի վատ եկեք փոխենք ժողովուրդ ջան։ Կա չէ sense բան, երբ որ դու մեկին Ալիկ ջան կլինի քեզ ասեմ։ Ալիկը տենում եք ինչ լավ, սիրուն, սա կոշիկը կարշնվի, շալվարը կարշնվի, վեխը կարշնվի, մազերն էլ կարշնվի։ Աշկերն էլ կարշնվի։ Աշկերն էլ այմա, մեկ փոխվում է, չէ՞ գույնը աշկերի։ Համի շորերի հետ գույնը փոխվում է։ Նայ, դե պատկերացրեք, սա կարշնվի, սա եւ այլ, սա sense լավ է, շատ լավ է։ Սիրուն, ամեն ինչը թրաշված, մազերը կտրած, եւ այլ, ամեն ինչ շատ լավ։ Երբ որ սկսում ես դու լավերը խոսես, էս ինչ լավ կոշիկ է, էս ինչ լավ շալվար է, էս ինչ լավ է, էս ինչ լավ է, էս ինչ լավ է, մարդը լավ է ազգում։ Նա ձեռդ էլ ասեմ լսի, էս ուսը թափ տամ։ Հա ինքն էլ սիրով թափ կտա, բայց երբ որ մի անգամ էս ինչ է էս ուսի դվրի կեղտը։ Ու կհիշենք մենք ենք մեր սարեր, էս կեղտ չի։ Ասма, կա չէ դե անասուններ պահող մարդիկ են, ասма ուսիդ թրիքը մաքրի, ասma էս ուսիդ կեղտը մաքրի, ասma էս կեղտ չի, էս թրիքը, ասma թրիկն ու կեղտն էլ չեք տարբերում իրարից։ Այսինքն ճիշտ բան էր ասում, բայց չընդունվեց, ինչի, որովհետև մի անգամից ասես լսի, էս ինչա վիճակը։ Ու մենք շատ անգամ մարդկանց հետ մոտենում ենք որպես լույսի որդիներ, ուզում ենք լույսի մասին պատմենք, ու սկսում ենք։ Ուսիդ կեղտը մաքրի։ Աշկիդ վրան ունք կա, ունքիդ վրա եսի միշ կա։ Ու սկսում ենք մատ թափ տալ։ Էլի հիշեցի ֆիլմը 0199։ Հələ վրես էլ մատ թափ տվեց, ասում։ Ու մենք բոլորի հետ այդ մատ թափ տալով ենք ման գալիս։ Մենք հատուկ վիճակից, վերևի սուրբ վիճակից իջնում ենք սուրբերը։ Այ դուսես դունես։ Լսեք։ Մեկը կար, որ կարար տենց աներ, բայց ինքը ուրիշ բան արեց։ Հիսուսն էր, որ կարար գար տենց աներ, բայց ինքը եկավ հակառակ ուրիշ բան արեց։ Մեղավորների ինքեր կոչվեց։ Նենշի, որ ինքը մեղքը շոյեց։ Ես չեմ ասում մենք գնանք մեղքը շոյելու։ Ոչ, մեղքը մեղք կա, բայց ես ասում եմ, կարողացի տեսնես լավ բաները։ Կարողացի տեսնես այն լավ բաները, որը որ կա մեր շուրջը, որ կա մեր ընտանիքում, որ կա մեր հարևանների մեջ, որ կա մեր երկրի մեջ։
Հələ խոսակ, հələ երկրից մի հատ խոսացեք, ամենավատ երկիրը մերն է, էսա, բայց հենց որ դուրս են գալի մի հատ գալիս են, ասում են, այ մարդ, մեր երկրի նման երկիր չկա։ Ինչի սկսեք լավը տենալ։ Ու ամեն ինչի մեջ է այդպես։ Եկեք տեսնենք մենք մեր կողքի լավ բաները, որպեսի վատերը կարողանանք փոխել։ Եթե դու կենտրոնացած ես վատ բաները, մենակ ասելու, այդ վատը ինչքան էլ ուզում ես ասա, թեկուզ ճիշտ ես ասում։ Ճիշտ ես ասում, նենց չի որ դու սխալ ես ասում։ Հարցը այդ ասելու, ճիշտ ասելու մեջ չի։ Հարցը անգամ այն օրինակի մեջ է, թե ինչպես արեց Հիսուսը։ Այ հենց է դրա մեջ է, ինքը փոխեց այս աշխարհը, որովհետև ինքը եկավ այս աշխարհ։ Ինքը տեսավ մարդկանց։ Նաթանայելին տեսավ, ինչ ասեց։ Նաթանայել, ես քեզ տեսած առիտակ։ Ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա, ով գիտեր, որ Նաթանայելը մարդ էր, մեղավոր էր։ Բայց Հիսուսի մոտեցումը ել Նաթանայելին, ճշմարիտ իսրայելացի։ Նենգություն չունես դու, Նաթանայել, ես քեզ ընտրել եմ, ինձ հետևի։ Պետրոս ասեց, ինչ մեղավոր մարդ եմ ես, չէ՞, Պետրոսն ասեց, բայց Պետրոսին տեսար, որ մեղքի մասին բան խոսա։ Ուղղակի ձուկ բռնեց Հիսուսը, ասեց նա այն մի կողմ գցեց, ու հետո էլ թողեց, հետևեց Հիսուսին, հենց տենց, ձկներով լի նավակը։ Ասեց, մեղավոր մարդ եմ ես, ասեց, ինձ հետևի։ Ու ես տեսնում եմ Հիսուսը։ Զաքե, այսօր քո տուն եմ գալու։ Զաքեոս, այսօր քո տուն եմ գալու։ Զաքեոս ուրախացավ, ոնց իմ նման մեկի մեղավոր մեկի տուն ես գալու։ Չասես, չէ, այ Զաքե, դու գիտես քանի հոգու ես դու, կաշառք վեկալել, գործեր սարքել, Զաքե, այ Զաքե։ Բոյդ Զաքե։ Ինքը տես բան չասեց։ Ինքը ասեց, այսօր քո տուն եմ գալու։ Նա բարձրացավ, իրան լավ զգաց, որ հետո էլ ասեց, լսի, ես իմ կյանքը ուզում եմ փոխեմ, ում վնաս եմ տվել, քառապատիկ հետ եմ տալու, քառապատիկ, ու ասեց, այս տանը փրկություն եղավ։ Փրկություն եղավ ինչի, որովհետև Հիսուսի մոտեցումն էր ուրիշ կերպ։ Այսօր հավատացյալները մոտեցում չունեն մարդկանց։ Դրա համար էլ աշխարհը չի փոխվում։ Եկեք մենք օրինակ ունենք։ Հիսուսն է այդ օրինակը։ Նորից եմ ասում, Հիսուսը չի շոյել մեղքը։ Երբեք չասեց Զաքե լավ ես արել։ Նա չասեց լավ ես արել։ Ընդհակառակը հետո էլ ասեց այս տանը փրկություն եղավ, որովհետև փոխվեց այս մարդը։ Ամեն։ Իսկ մենք ինչպես ենք մոտենում մարդկանց։ Մենք կարիք ունենք Հիսուսից սովորելու։ Գիտեք, Հիսուսը անց էր կենում ու սատկա չուն տեսավ։ Ով այդ քիթը փագում, մաշկերը փագում այդ տեղից անցնում։ Տհաճա, չէ՞, մի քիչ էլ օրերը անցած ալնում։ Բայց այդ դրա մեջ մի լավ բան կա։ Հիսուսը այդ լավ բանը տեսավ։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց, հələ նայեք ինչ գեղեցիկ ատամնաշար ունի։ Այդ կամ ատամնաշարը տեսավ, սպիտակ, շուլունքի պես շարված, ասեց, հələ նայեք գեղեցիկ ատամնաշար ունի, սատկած այդ շան մեջ էլ մի լավ բան տեսավ։ Իսկ մենք այն լավի մեջ իսկի լավը չենք տենում։ Մենք շատ բան պիտի մեր կյանքի մեջ վերանայենք, փոխենք, վեր կենանք։ Դու լույս ես։ Այո, լույս ես։ Ով գիտի, որ լույս է։ Լույս ես, չէ՞։ Որտեվ դու լույս ես, որտեվ Քրիստոսն է քո մեջ։ Բայց ով գիտի, որ իր մեջ ինքը լույս է, բայց իր մեջ էլ շատ բան կա փոխվելու։ Լույսի ներքո է, որ տեսնում ենք, սիրելի եկեղեցի։ Գիտեք փոփոխությունը երբ է գալի, երբ որ մեր լույսը վառվում է, մենք տեսնում ենք մեր մեջ ինչ կա։ Լույսի ներքո ենք մենք տեսնում բաները մեր կյանքի մեջ։ Դրա համար ինքդ պետքա դու տեսնես քո մեջ լույսը։ Ինքդ տեսնես քո ներսում փոխվելու բաները, անելիքները։ Եվ նույնպես դու էլ լույս լինելով քո մոտեցումը, ինչպես պետքա լույսը մոտենա խավարին, ինչպես պետքա լույսը մոտենա
այս աշխարհին ու իր ազդեցությունը բերի, սովորենք Հիսուսից։ Եկեք ավետարան քարոզող մարդիկ լինենք։ Մարդիկ, ովքեր որ չեն ամաչի ավետարանը քարոզելուց։ Հռոմեացի առաջի գլուխ 16-րդ խոսքի մեջ որովհետև Պողոսը գրում է. ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Մի ամաչի Քրիստոսի ավետարանը քարոզելուց։ Հիսուսը հետևյալ խոսքերն ասեց. եթե մեկը ամաչի իմ անունը դավանելուց, այս մեղավոր ու շնացող ազգի մեջ, ես էլ կամաչեմ հոր առաջ իր անունը դավանելուց։ Ինչի ամաչենք։ Ամոթեր մեղք գործելը, ոչ թե ամոթա մեղքից հրաժարվելը։ Ամոթա խավարում մեջ խավարի գործեր անելը, ոչ թե խավարի գործերից հրաժարված մարդը։ Ամոթ չի սրբությամբ ապրելը, Քրիստոսին հավատալ ու Քրիստոսի օրինակին հետևելը։ Դա ամոթ չի։ Եթե ինչից ամաչեմ, ամաչեմ, որ ես Քրիստոսին եմ հետևում։ Դա պատիվ է ինձ համար։ Ամոթ չեմ համարում ավետարանը, Քրիստոսի ավետարանը։ Ինչի, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին։ Աստծո ինչն է։ Նայեք, չի ասում Աստծո զորությունից կա ինչ որ մի քիչ։ Աստծո ամբողջ զորությունը, ով կարա պատկերացնի Աստծո ամբողջ զորությունը ինչքան է։ Ուզում ես իրավիճակներ փոխվի շուրջդ, Աստծո զորությունը խոսիր, ավետարանը խոսիր։ Աստծո զորությունն ամեն հավատացողին։ Ուզում ես մարդկանց կյանքեր փոխվի, Աստծո զորությունն է պետք որ փոխվի, ճիշտ է թե չէ։ Մեր երկրին պետք է Աստծո զորությունը, համաձայնեք թե չէ։ Մեր ընտանիքներին պետք է Աստծո զորությունը, համաձայնեք թե չէ։ Մեր կյանքերին պետք է Աստծո զորությունը։ Այո, պետք է Աստծո զորություն։ Իսկ Աստծո զորությունը, Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է ամեն հավատացողի համար։ Ուրեմն ավետարանի կարիք կա այսօր։ Թե երկրին, թե ընտանիքներին, թե մեր անձերին։ Ուրեմն եկեք սկսենք ավետարանը խոսելուց։ Ավետարանը քարոզելուց, ոչ թե ամաչելուց ավետարանի։ Այս հավատացյալ ես դառել։ Այո, հավատացյալ եմ դառել։ Այո, Քրիստոսին եմ հետևում։ Իսկ ով չի հավատում, մտածելու բան ունի, կորցրած լինի, շատ բան է կորցրել։ Այո, մենք պետք է խոսենք։ Մենք պետք է մեր լույսը վառենք։ Մենք պետք է մոտենանք մարդկանց, մոտենանք ինչպես Քրիստոսն էր մոտենում, այդ օրինակով մոտենանք։ Չմոտենանք շղկացնելու իրանց ճակատներին, այլ մոտենանք, որովհետև ուզում ենք, որ իրանք փոխվեն, որտեղ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտյան կյանք ունենա։ Այո, Աստված չի սիրում մեղքը, բայց սիրեց մեղավոր մարդուն եւ ամեն ինչ արեց, որ մարդը դառնա իր մեղքերից դեպի լույսը, դեպի սրբությունը։ Ուրեմն ինձ ու քեզ պետք է քարոզել ավետարանը։ Ինձ ու քեզ պետք է տարածել ավետարանը, Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Աստծո սերը, որ փրված է մեր սրտերի մեջ, Հռոմեացի 5:5-ն է ասում, Աստծո սերը, որ մեր սրտերի մեջ է Սուրբ Հոգու ձեռովը։ Աստծո սերը մեր սրտերի մեջ է։ Այս եկեղեցում սեր չկա։ Ո՞վ է հիշտես բան լսե։ Եթե չկա, բայց Աստծո սերը քո մեջ է։ Ուրեմն քո մեջ չկա։ Եկեղեցին ով է, մենք։ Եթե մեկը այդպիսի բան է ասում, ինքը պետք է այդ բանը չասի։ Եթե չկա, տուր։ Քո մեջ մի աղբյուր կա։ Աստված է քո մեջի աղբյուրը։ Իսկ Աստված սեր է։ Այդ չկա, տուր։ Ոչ թե ասած չկա։ Մի ուրիշ բան էլ ասեմ։ Ակնկալիքներ։ Եկեղեցուց սպասումներ։ Մարդիկ գալիս են ասում են, այ եկեղեցին ինձ համար էս չարեց։ Ես չեմ ասում, այդ շատ մարդիկ են տենց ասում, չէ։ Կարան լինեն մարդիկ, որ ասեն, այ եկեղեցին իմ կյանքում էս չարեց։ Իսկ մենք մտածել ենք եկեղեցին ինչ պիտի անի ընդհանրապես մարդկանց համար։ Ինչ իշխանություն ունի, ինչ ունի անելու, ինչի համար է կանչված եկեղեցին, ինչ անելու։ Ինչ եք կարծում, եկեղեցին
Սոցիալ նախարարություն, հա։ Չնես կարա նման գործեր անի։ Բայց եկեղեցին ինչ պիտի տա։ Ով գիտի, որ դու եկեղեցին աղոթք է բարձրացնում, գիտեք։ Եկեղեցին կարա քեզ օրհնի, քեզ համար աղոթի։ Այդ անում է եկեղեցին, թե չէ։ Քեզ օրհնում է, այն որ ասում է օրհնում են քեզ, հա։ Քեզ համար աղոթում է։ Քեզ խոսքը եկեղեցին տալիս է։ Եկեղեցին կանչված է կերակուր տալու, հոգևոր կերակուր տալու։ Բայց եկեղեցին այդ ամենը տալիս է, իսկ ի՞նչ է քո սպասելիքը։ Այն ինչ որ Աստված ասում եկեղեցին պիտի տա, այդ էլ պիտի լինի քո սպասելիքը։ Եթե ուշադրություն դարձնես, ընդհակառակը ուրիշ տեղեր, շատ տեղեր ասում դուք արեք։ Հիմա մենք ուշադրություն դարձնենք։ Ինչ Աստված մեզ ասում մենք անենք, ինչ Աստված ասում որ ձեզ պիտի անեն։ Մենք շատ անգամ այն ինչ որ գրված է, ինչ պիտի մենք անենք, ասում ենք մեզ պիտի անեն, գրված է որ ասում արեք։ Բայց չի ասում է որ քեզ պիտի անեն, ասում դու արա։ Հադե որ կողքինս էլ էտի կարթա ինձ կանի, էլի։ Ու իրան չի տեսնում։ Ինքը միշտ տեսնում է կողքինին։ Ինքան կարևոր Աստվածաշունչը կարդաս, ուղիղ։ Ոչ թե ծուր։ Երբ որ դու կարդում ես, ուղիղը գիտեք որն է, որ դու տեսնում ես քեզ։ Ծուրը գիտեք որն է։ Երբ որ տեսնում ես կողքինին։ Եկեք ուղիղ նայենք։ Ու ես ասեմ, հենց որ սկսես ուղիղ նայել, տենալու ես քեզ ինչ որ ուզում ես քեզ անեն, դու հենց խոսքը ոսկի համարը որն է։ Ինչ կուզենաք որ մարդիկ ձեզ անեն, հենց սկսում ես դու անել, մեկ էլ տենում ես այդ ամենը քո կյանքի մեջ սկսում է գալ։ Որտեվ ինչ ցանես նայել, որտեվ օրենք է այդ ամենը գործումը։ Ասում ես, բայն վաղտ ոնց էր։ Ուզում էի չեր ելնում։ Հիմա հենց սկսեցի ես անել, ինձ էլ ալնում։ Այո, դա այդպես է։ Այն ինչ ուզում ես քեզ անեն, ուրեմն դու սկսի դա անել։ Ուզում ես քեզ համար աղոթեն, սկսի շատերի համար աղոթել։ Ու եւ այլն, շատ բաներ, ինչ կուզենաս քեզ անեն մարդիկ, դու սկսի անել։ Գնա մարդկանց մոտ։ Հասիր մարդկանց։ Մարդիկ իրականում գնում են դժոխք։ Եվ այդ մարդկանց պետքա ասել բարի լուրը։ Այդ մարդկանց պետքա կանգնացնել այն ճանապարհից, որը տանում է մահ։ Եվ մարդիկ պետքա դառնան մահից դեպի կյանք։ Կյանք, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Եկեք քարոզենք Հիսուս Քրիստոս, որտեղ մենք կանչված ենք դա անելու։ Ամեն մեկս կանչված ենք քարոզելու ավետարան ու քարոզելու Հիսուս Քրիստոս։ Ու խաչի խոսքը ես ավարտին եմ գալիս։ Առաջի Կորինթացի առաջի գլուխ 18-րդ խոսքը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում խաչը, ասում է խաչի խոսքը։ Այստեղ ասում է մեկի 17-18-ը կարդամ։ Որովհետև Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու, այլ ավետարանը քարոզելու, ոչ թե խոսքի իմաստությամբ, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը։ Եվ հետո ասում է. Որովհետև խաչի խոսքը 18-ը։ Որովհետև խաչի խոսքը, խաչի ինչը, ինքնին խաչը չէ, խաչի խոսքը։ Որն է խաչի խոսքը, թե ինչ արել Հիսուս Քրիստոսը խաչի վրա, այդ խոսքը։ Որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարությունը։ Այդ ինչ հիմար բաների եք հավատում։ Բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունը։ Իսկ այն մարդկանց համար նույնպես, ովքեր կհավատան այդ խաչի խոսքին, իրանց համար էլ Աստծո զորությունը։ Ուրեմն մենք կանչված ենք Աստծո զորությունը տարածելու, խաչի խոսքը, խաչի վրա կատարված, թե ինչա կատարվել խաչի խոսքը։ Մենք ուղղակի խաչակրած արշավանքի նման խաչերը չենք վեկալում, սուրն էլ վեկալած։ Նայեք խաչով գալիս եմ, ընդունեք, չէ, մորթելով գնանք, չէ։ Դա շատ անգամ քրիստոնյաները առանց սրի լեզվի սրով են գնում։ Խաչը, ֆիզիկական խաչը, սենց արած ու չընդունեցիք, ոնց չընդունեցիք, ուրեմն դուք հայ չեք։
Խաչի խոսքը։ Իսկ մենք կարոզում ենք խաչալ եւ հարություն առած Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոսը խաչվեց, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Խաչվեց իմ մեղքերի համար, թաղվեց, մահացավ, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ ինձ արդարացնելով։ Ահա բարի լուրը, որ ամեն մարդկության համար Հիսուսն արեց։ Մեզ պետք է ուղղակի խաչի խոսքը խոսել, որ Աստծո զորությունն է։